Ողջույն սիրելի հայրենակիցներ, հուսամ լավ եք։ Գտնվում եմ Մարտունի քաղաքում։ Իմ ետևում Մարտունի քաղաքի ծննդատունն է։ Իշխող իշխանությունը եւ նրանց կառավարությունը մի տեսակ մատի փաթաթան է սարքել, թե նախկիները ոչինչ չեն արել։ Բայց փորձենք ետ գնալ եւ հիշել։ Բժշկական հաստատությունների, նրանց վերակառուցման, կառուցման եւ վերազինման հարցում առույցի բաժինը ընկնում է Ռոբերտ Քոչարյանին, երկրորդ նախագահին։ 1999 թվականին դեռևս վարչապետ եղած ժամանակ Ռոբերտ Քոչարյանի ուրեմն կառավարության շնորհիվ եւ միջազգային ծրագրերի ֆինանսավորմամբ վերակառուցվեց եւ վերազինվեց Մարտունի քաղաքի ծննդատունը։ Ցավոք սրտի ներկա իշխանությունները մի ծրագիր են ուզում իրականացնել, որի հիմքում ընկնելի օպտիմալացումը եւ պատկերացրեք, թե դա ինչ մեծ վտանգ է լինելու հատկապես այս տարածաշրջանի համար։ Ինչու՞։ Չնայած որ Մարտունին նախկին Մարտունու շրջանը 16 գյուղ ունի, բայց այն խիստ բնակեցված է։ Կային համայնքներ, որտեղ նույնիսկ երկու գյուղական համայնքներ, երկու դպրոցներ կան։ Եվ պատկերացրեք, թե դա ինչ հետևանք է ունենալու։ Եվ բացի այդ, մի բան էլ հիշեցնեմ, թե ինչ է արել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մենք բոլորս այսօր օգտվում ենք ընտանեկան բժշկության ծրագրերից եւ հիշենք, որ այդ ծրագիրը հենց նրա ժամանակ է ուրեմն կազմակերպվել։ Դե ինչ, ձեզ համբերություն, իսկ շուտով ամեն ինչ լավ է լինելու, որովհետեւ միասին մենք կարող ենք։